Բարի օր ժողովուրդ ջան։ Կրկին Տիգրանաշենի կողքից էի անցնում։ Եվ կրկին չկարողացա չկանգնել եւ եւս մեկ անգամ իմ համար ֆիքսել, որ ոչ մի դեպքում չի կարելի մեր չկնաղ Տիգրանաշենը ինչ որ մեկին զիջել։ Նիկոլ Փաշինյան, եւս մեկ անգամ քեզ ասում եմ, փոխանակում արա։ Այս վայրը դու եթե տվեցիր, սա Սյունիքը կտրելու է։ Խնդրեմ։ Երևան Գորիս Մեղրի ավտոճանապարհն է։ Երևան Գորիս ավտոճանապարհն է։ Սա էլ Տիգրանաշենն է, խնդրեմ։ Հեսա ճանապարհը ցույց կտամ ձեզ, որովհետեւ դուք հասկանաք քանի մետր է ընդամենը հեռու ավտոմայրուղուց։ Ես գիտեմ, անցած իմ ռոլիկը բավականաչափ տարածում ստացավ։ Սա էլ եմ խնդրում տարածեք, որովհետեւ այն հայերը, որոնք չեն էլ պատկերացնում ինչի մասին է խոսքը, բոլորը տեսնեն։ Որովհետեւ բոլորը հասկանան։ Թե ինչ վտանգավոր խաղի մեջ մտնելու մենք, եթե մենք Տիգրանաշենը զիջենք, տանք կամ չփոխանակենք ինչ-որ տերիտորիայի հետ։ Հիմա ես ցույց կտամ քանի մետր հեռավորության վրա է ճանապարհը եւ գյուղը։ Հեսա սպասեք, ցույց եմ տալիս։ Так, ուրեմն տեսեք։ Այսի ճանապարհն է։ Ճանապարհից շեղվում է դեպի գյուղ։ 150 մետր է։ Գյուղը 150 մետր է։ Ես հիմա կփորձեմ մտնեմ գյուղա մեջ։ Ինքը ընդհանրապես ժողովուրդ ջան, ինքը ընդհանրապես չունի սահման, ոչ մի ձևով Ադրբեջանի, Նախիջևանի ոչ մի սահման չունի։ Այսինքն, եթե մենք այս Տիգրանաշենը տալիս ենք, ուրեմն մենք թույլ ենք տալիս մեր սրտի մեջ թուրքը, ադրբեջանցին սուրը այսեն ցծի, այսինքն կարա ստեղ ռազմաբազա դնի, կարա ստեղ ոստիկանական կետ դնի, սա իր սուվերեն տարածքը կլինի եւ դուք պատկերացնում եք ինքը ոնց է վերտալյոտով է թռնելու իր բան, չէ, ճանապարհ է տալու, ո՞ր ճանապարհն է տալու Նիկոլ Փաշինյան։ Ինչու մասին է խոսքը։ Ես եւս մեկ անգամ հորդորում եմ քեզ Նիկոլ Փաշինյան եւ կառավարություն փոխանակում արեք։ Այս անհնարին է, որ այս գյուղը դուք տակ ադրբեջանցիներին։ Սա Սյունիքի վերջի սկիզբը կլինի։ Եվս մեկ անգամ ցույց եմ տալիս, ես արդեն գյուղա մեջում եմ։ Խնդրեմ։ Հեսա տերասից է ձեզ ցույց կտամ, այստեղից ընդեղ է ցույց կտամ։ Սա արդեն գյուղն է։ Հեսա տները հաչի վրա, ձախի վրա, հուշարձանը։ Մարդիկ են բնակվում, մեքենաներ են կանած իրենց բագում, ահա, տեսեք, հեսա մոտիկ ասնեմ, տեսեք։ Հեսա, տեսեք, մարդիկ ապրում են, տները ժիվոյան են, չի որ ոչ ոք չկա, բան, հիմի նայեք ստեղից դարնում եմ, տեսակ, եսի տներն են, դարնում եմ, ու շատիր նայեք տրասը, նայեք, ուզում եք ստեղից հաշվեմ, ես չեմ զլանալու, տեսեք, ահա, տրասը, ահա, տեսնում եք տրասը որտեղ է, այստեղից հիմա ես հաշվում եմ քանի մետր է լինելու, մոտարպես մարդու ոտքի չափով քանի մետր է լինելու, սա գյուղամեջն է, առաջի հուշարձանն է, մոստն է, ոչ եմ, հասկացաք, առաջի տունն է, հենա մեջքիս հետևն է, գնացինք։
ուրեմն ժողովուրդ ջան, էսի տրասնա հասանք, ուրեմն ոտքի քայլով, սորական մարդու ոտքի քայլով 150 հատ է հաշվորել։ Այսինքն մետրաժով որ հաշվես մի 110 մետր կլինի, որտեղ մարդը ոտքը 1 մետր չի բացում։ Այսինքն ֆիքսում ենք այս տերասից մինչև գյուղը ընդամենը 110-120 մետր է։ 120 մետրի վրա Տիգրանաշենն է, Տիգրանաշենը ուզում են զիջեն ադրբեջանցիներին։ Ոչ մի դեպքում պետք չի թույլ տալ եւ հորդորս պահանջես, որովհետեւ Հայաստանի կառավարությունը գտնի ելքեր եւ այսպիսի արկածախնդրային հարվածի տակ Սյունիքը չդնի եւ ամբողջ հայ ազգին։ Լավ մնացեք։ Երբ որ Google կարտայով խփում ես այս տեղանքը, ժողովուրդ ջան, ինքը ադրբեջանական տեղանուն է տալիս եւ գրվում է Ադրբեջան։ Արդեն իսկ Google կարտայով խփված է որպես Ադրբեջան։ Ունենց որ վտանգավոր է ու շատ վտանգավոր խաղեր է։ Ես զգուշացնում եմ, որ այստեղից կարա լինի շատ վատ հետևանքներ հայ ազգի համար, ընդհանրապես Հայաստան պետության համար։